Եթե ես փորձեմ համեմատություն գտնել բնության մեջ ժամանակակից կնոջ կերպարին, քանի որ մեր բոլոր հարցերի պատասխանները դրանք բնության մեջ են, մենք ընդհանրապես պետք է բացենք մեր աչքերը եւ նայենք մեր շուրջը։ Ես այսօրվա ժամանակակից կնոջը համեմատում եմ կակտուսի հետ։ Այո, ես ժամանակակից կնոջը համեմատում եմ կակտուսի հետ, փշերով պաշտպանված, անապատում գոյատևող, հպարտ իր չոր տոկունությամբ, բայց ներսում դատարկություն։ Այո, նա հպարտ է իր դիմադրողականությամբ, իր ինքնաբավությամբ, իր չոր ուժով, մոռանալով, որ այդ ուժը ծնվել է վախից, ոչ թե կանացի հոսքից ու հանգստությունից։ Կակտուսը գոյատևում է չորության մեջ։ Այս բույսի ամենաբնական բնազդը ընդունելու, ստանալու փակ է։ Նա ապրում է առանց ջրի, անվանելով դա անկախություն։ Բայց իրականում նա պարզապես էլ չի հավատում ոչ ջրին, ոչ նրա գալուն, ոչ էլ իր սեփական ծաղկելուն։ Այսպես է ժամանակակից կինը, վիրավորված, հիասթափված, խեղդված ուժի գաղափարով հեռանում է իր իսկանացիության աղբյուրից։ Կինը ծնվել է ոչ թե գոյատևելու, ինչպես կակտուսը անապատում, այդ բույսը գոյատևում է։ Կինը ծնվել է ծաղկելու համար։ Այո, կինը ծնվել է ծաղկելու համար։ Դրա համար ես կնոջը համեմատում եմ ջրաշուշանի հետ։ Եվ կինը պետք է ունենա ջրաշուշանի էներգետիկա։ Նա պետք է վստահի ջրին և չփախչի, չվախենա քամիներից։ Ես ձեզ մաղթում եմ ջրաշուշանի էներգիա։ Մի վախեցեք ջրաշուշան լինելուց։ Ես գիտեմ ինչ եմ ասում։ Ես ինքս եղել եմ այդ թակարդի մեջ ուժեղ կնոջ, բայց իմ նախորդ տեսանյութում ես խոսում եմ դուալիտետի մասին, կարող եք դիտել, այնտեղ շատ լավ կհասկանաք, ինքը այդ ուժեղ թույլ դուալիտետն է, որ մեզ գցում է պատերազմի մեջ, մենք էքստրեմի մեջ ենք, դու կամ ուժեղ ես, կամ թույլ ես։ Մի արեք, ես գիտեմ ինչ եմ ասում, ես անձամբ եղել եմ դրա մեջ, գնալ, ապրել մենակ Եվրոպաներում, կրթվել, սովորել, համալսարաններ ավարտել, սա հերիք չէ, մյուսը ավարտել, այս դիպլոմը, այս սերտիֆիկատը, չէ, վերջում հասկանում ես, ինչ ես անում, ուր ես տանում մեջը դատարկ, ինչ ես անում այդ դիպլոմները։ Այնպես որ կակտուսի մոդուսից եկեք դուրս գանք և գնանք դեպի ջրաշուշանի մոդուս։ Ես ձեզ մաղթում եմ լավ օր։